Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 10 ամիս է Բագրատ Սրբազանը գտնվում է ապօրինի կալանքի մեջ։ Ես զարմանում եմ, որ մեր հարգարժան պաշտպանը զարմանում է մեղադրողների առաջադրած մեղադրանքի վրա։ Ինչու է Բագրատ Սրբազանը 10 ամիս գտնվում ապօրինի կալանքի մեջ, որտեղ Բագրատ Սրբազանը Տաուշից քայլելով համախմբեց մեր ժողովրդին եւ համախմբեց ամբողջ ընդդիմությանը։ Իշխանությունը այդ ամենը տեսնելով եւ հասկանալով, որ Բագրատ Սրբազանը հավաքելով ժողովրդին, համախմբելով ընդդիմությանը ոչ թե ահաբեկություն պետք է անի, այլ ժողովրդի ճնշման ներքո պետք է այս չարքի իշխանությանը հեռացնի, դրա համար է շինչ ու գործ այս 34 հատորը կարեցին եւ Բագրատ Սրբազանը գտնվում է կալանքի մեջ։ Հարգարժան դատարան, անկեղծ իմ կարծիքն եմ ասում, ես համոզված եմ, որ մեր մեղադրողներն դուք ուզում եք, որ 1 րոպե շուտ Բագրատ Սրբազանն էլ, ես էլ, բոլորս էլ լինենք ազատության մեջ, բայց եւ վստահաբար ասում եմ, որ ստեղ այս դահլիճում որոշումներ է կայացում են ոչ թե օրենքով, ոչ թե այն 34 հատոր ուսումնասիրելով, այլ որոշումները կայացում են կառավարության շենքում։ Հիմա դուք կարող ասեք ինձ վիրավորում եք, ես անկեղծ չեմ վիրավորում։ Հիմա այսօր պարնա, եթե որոշումները չեն կայացում կառավարության շենքում եւ կայացում են ստեղ, ես վստահաբար ասում եմ, Բագրատ Սրբազանը մնալու է կալանքի մեջ, որտեղ որոշումը տենց է։ Հիմա դուք հնարավորություն ունեք այսօր Բագրատ Սրբազանին ազատելով, ասեք, որ Արտուր Սարգսյանի համոզմունքը սխալ է, եթե դուք ժամացեմ ես համոզված եմ, որ Բագրատ Սրբազանը մնալու է կալանքի մեջ, որտեղ մինչև հունիսի 7-ը Բագրատ Սրբազանը պետք է լինի կալանքի մեջ, ինչպես ես եւ մնացածը։ Շնորհակալություն։